Շնորհակալություն, քանի որ նշեցիք միջազգային հանրությանը ցույց տալն է, հա, Տիկին Մելիքյան, դուք վերջերս եք մասնակցել ԵԱԿ ԺՄԻԿ-ի մարդկային չափումների համաժողովին, կխնդրեմ ներկայացնեք ձեր փորձառությունը, մասնավորապես ադրբեջանցի պատվիրակի կողմից ինչ նարատիվներ են, հա, կեղծ շրջանառվել, ինչ մարտահրավերների եք դուք զբաղվել որպես քաղաքասարակության ներկայացուցիչ, խնդրեմ։ Շնորհակալություն։ Իրականում նման միջոցառումներ ԵԱՀԿ-ն կազմակերպում է տարեկան 3 անգամ այդ լրացուցիչը եւ մեկ անգամ լինում է սեպտեմբեր-հոկտեմբերին ավելի տենց երկարատևը եւ պետք է ասեմ, որ վերջի տարիներին նկատել ենք ակնհայտորեն ակտիվություն ադրբեջանցիների կողմից հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք որ ակնհայտորեն տարածում են հենց պետական նարատիվները, որոնք որ փոքր ինչ գուցեև փոխվում են, մասամբ չեն փոխվում եւ այլն։ Այս անգամ կրկին չէր տարբերվում նախորդ տարիների փորձից, այն իմաստով, որ ունեին 4-5 ներկայացուցիչ, որոնք որ ներկայանում են ինչ-որ ՀԿ-ների, որպես ՀԿ-ների ներկայացուցիչներ, իլերում ընդրան նաև ներկայ են լինում այդ միջոցառումներին պետությունների 57 անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունները։ Եվ ըստ էության շատ ակնհայտ էր թեման այս միջոցառման այս տարի լրագրողների դերը զինված ընդհարումների համատեքստում, խախտումների արձանագրելու, տեղեկատվություն տրամադրելու, այդ թվում նաև պատասխանատվության ենթարկելու համատեքստում, լրագրողների հավաքագրված նյութերի տեսանկյունից իլերում ընդրան նաև խոսում էին կապատեղեկատվության մասին եւ լրագրողների կամ մեդիաների դերը խաղաղության ժամանակահատվածում կամ կոնֆլիկտից հետո, ժամանակահատվածում եւ պետք է նշեմ, որ այս անգամ հետաքրքիր էր, որ այդ 4-5 բանախոսներից, որոնք որ ներկայացնում էին ադրբեջանի գոնգոները, իրենք որդեգրել էին այդ ամերիկյան կինոների վատ ոստիկան, լավ ոստիկան մոտեցումը, առաջինը ում խոսք հասավ, սկսեց ողջունելուց խաղաղության դարաշրջանը, ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին եւ շնորհավորեց, որ վերջապես նախագիծը խաղաղության պայման համաձայնագրի հաստատված է եւ չէր խոսում որևէ քննադատություն չէր հնչեցնում Հայաստանի վերաբերյալ։ Ի տարբերություն նրան, դրանից հետո խոսացողները, 3-4 խոսացողները շատ ակնհայտորեն բացասական եւ քննադատաբար էին խոսում Հայաստանի մասին, մեղադրում էին խաղաղություն չցանկանալու մեջ, այդ կրակոցների հիշատակում եղավ, որ դա ակնհայտուցիչ է, որ Հայաստանը սադրում է եւ չի ցանկանում իրական խաղաղություն լինի։ Ավելին ասեմ, նրանցից մի քանիսը, քանի որ ես իմ ելույթում անդրադարձել էի խախտումներին, այդ թվում նաեւ եւ 20 թվականի պատերազմի ժամանակ լրագրողների նկատմամբ կատարված խախտումների ուղիղ միջական թիրախավորման դեպքերի, Լեռնային Ղարաբաղ, դրանից հետո միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչ չթողնելու խնդրին եւ հիմա Բաքվում ընթացող դատավարությունների համատեքստում անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բացակայությանը, որը լրջագույն խոչընդոտ է տեղեկատվության ստանալու իմաստով, գուցե արձագանքելով իմ ելույթին կամ այդպես է պատրաստվում էին, նախ ասեցին, որ մենք դեռ պետք է հայերով շնորհակալ լինենք, որ տեղում ահաբեկիչներին չեն սպանել, ինչպես որ այլ երկրները կվարվեին եւ դա Ադրբեջանի իշխանությունների մարդասիրական բարձրագույն դրսևորումներ, որ տեղում չեն սպանել, այլ հիմա դատում են այդ հայերին, դա մեկ, երկրորդ խոսեցի նրա մասին, այո, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, անգամ հիշատակում չպետք է լինի, նման կազմավորման, կամ տարածքային կազմավորման, խոսեցի նրա մասին, որ այո, Հայաստանում ռևանշիզմը բարգավաճում է, ռևանշիզմի տակ իրականում շատ հետաքրքիր է, որ իրանք հասկանում են նաև հենց ամեն Լեռնային Ղարաբաղ արտահայտության հիշատակումը իրենք դիտարկում են որպես ռևանշիզմ եւ դրանով իսկ մեղադրում էին, որ մենք այդ թվում նաև որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կրկին մեղադրելով, որ մենք գրպանային կազմակերպություններ ենք, այսինքն այն ինչ որ իրենց է վերաբերում, փորձում էին մեղադրեն մեզ դրանում, կառավարության գրպանային կազմակերպություններ ենք եւ ռևանշիզմի, սեպարատիզմի, ագրեսիայի ջատագովող ենք եւ ըստ էության ամեն առիթը բաց չէին թողնում հիշեցնելու, թեև թեման լրագրողներն էր, բայց իրենք խոսում էին այս ամենի մասին մի խոսեք նրա մասին, որ Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ ապահովի ադրբեջանցիների վերադարձի անուտարելի իրավունքը Հայաստան, այսինքն անընդհատ այդ թեման էր շարունակաբար շոշափվում նաեւ։ Եվ հետաքրքիր է նաև ձեր կարծիքով այս ամենը ինչ ազդեցություն է ունենում միջազգային հանրային ընկալումների վրա,
եւ արդյոք դուք նշեցիք, հա, որ նախորդ քննարկումների ընթացքում նել է նույնը եղել, նույն մասնակիցներն են եղել, նարատիվների, ապատեղեկատվական արշավների տարբերություն նկատելի է ձեզ համար։ Պետք է նշեմ, որ հրապարակային որևէ արձագանք դրան այլ պատվիրակությունների կողմից չէր լինում, բայց մասնավոր զրույցների ընթացքում ակնհայտորեն զգացվում էր, որ նրանք գիտակցում են, որ ադրբեջանցիների ներկայացուցիչները գոնգոներ են եւ կոնկրետ նարատիվներ են առաջ մղում։ Միևնույն ժամանակ շատ հստակ էր այն ինչ որ արտացոլվում է իրենց Twitter-ում, հա, կամ այլ հաղորդագրություններում, որ ողջունում են այս գործընթացը, անկախ նրանից ծանոթ են համաձայն անգլիցիաքսին թե ոչ, բայց եթե Հայաստանի համար ընդունելի է, այդ իմաստով պատրաստ են աջակցել, նշելով, որ ըստ էության որևէ այլ բան անել չեն կարող, որովհետև ցանկություն կամ կարողություն չունեն միջամտելու, այլ կերպ աջակցելու եւ հույս ունեն, որ դրանով իսկ, այսինքն նման հաղորդագրություններ տարածելով հորդորում են կամ համապատասխան մեսեջ են ուղարկում Ադրբեջանին, որ այն պետք է հնարավորինս շուտ ստորագրի այդ համաձայնագիրը եւ զերծ մնա ագրեսիվ ինչ-որ դրսևորումներից, այսինքն դա իրենց այն լծակն է կամ միջոցն է, որի միջոցով փորձում են Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ գործողությունները կանխել։ Պարոն Պետրոսյան, տեսեք,